տասնյակ տարիներ իրենց նպատակներն ու օրակարգերը Հայաստանում գիտենք, հենց իրենց նմանների շնորհիվ է, որ այսօր Հայաստանը գտնվում է այս իրավիճակում, իրենք կեղծ ժողովրդավարական արժեքներ տարածողներն են, ժողովրդավարությունը լրիվ ուրիշ բանի մասին է։ Իհարկե ոչ, եւ հակառակը ընդամենը 1 ժամ առաջ երևի, երբ որ մենք իրականացնում էինք մեր ուղերձի բարձրաձայնումը, կոչը լրագրողներից մեկը օտարերկրյա, որը կրում էր EPC բեյջերից եւ մոտեցա փորձեց տեղեկանալ արդյոք եվրոպական դելեգացիաների ներկայացուցիչ է, ձեռքս պարզեցի, որպեսզի բարևեմ, հարգանքից ելնելով մարդը ձեռքը քաշեց եւ ասաց, որ ես զանգվածային լրատվամիջոց եմ ու այնպես փախավ, կարծես ես հիմա այդ պահին ինչ-որ ձև իրեն երևի վնասելու էի։ Այդ մարդիկ, ովքեր որ ժողովրդավարության դրոշը վերև պարզած մեր ականջներին լապշա են կախում, հենց իրենք իսկ վախենում են, մինչդեռ զանգվածային ազատ լրատվամիջոցի ներկայացուցիչը կկանգներ եւ քաղաքացիներից հերթով կզրուցեր ու փորձեր հասկանալ ինչ է կատարում։ Թե որ այստեղ բազմաթիվ ոստիկաններ են կանգնած, ովքեր ապահովում են այս շենքի եւ դրա ներսում գտնվող անձանց անվտանգությունը եւ շատ հանդուրժողաբար են վերաբերվում հակառակ կողմում հավաքված քաղաքացիներին, որոնք կոչ են հղում այն շենքի ներսում գտնվողներին, այսինքն որևէ ռիսկ եւ վտանգ չկար, բայց զանգվածային լրատվամիջոցի այդ ներկայացուցիչը փախավ պարզապես։ Ես կարծում եմ, այո, այլապես հակառակ պատկեր կտեսնենք, բայց մենք առաջնորդվում ենք փաստերով, փաստը այն է, որ տվյալ մարդը պարզապես վախից գլուխը տնբացնելով այնքան որ ինձանից ազատվեր, նույնիսկ երևի չհասկացել։ Մենք այս պահին այնինչ նախատեսել ենք հիմնական պլանով, արդեն իրականացրել ենք եւ մնացածը տեղում պլանավորում ենք, որպեսզի հասնենք նրան, մեր պաշտոնական գրությունը հասնի գագաթնաժողովի պաշտոնյաներին։ Մենք օր առաջ, 2-3 օր առաջ նաեւ այդ պաշտոնական գրություններով էլեկտրոնային տարբերակով դիմել ենք եվրոպական երկրների ղեկավարներին, Եվրոմիության, Եվրոխորհրդին եւ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն վստահ ենք, որ մեր էլեկտրոնային նամակները մնալու են անպատասխան, հետեւաբար այս պահին նպատակ ենք հետապնդում տպագիր ձևով հանձնելու նրանց, թե ոնց օրվա ընթացքում բարձ կլինի։